Պարոն Հովհաննիսյան, Վրաստանի նախկին վարչապետ Միխայել Սահակաշվիլին մեղադրել է վրացական ներկայիս իշխանություններին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները վատացնելու մեջ։ Նա ասել է, թե Կոբախիձեն Հայաստանից պահանջում է Երևանից արտաքսել վրացական ՀԿ-ները եւ փակել նրանց հաշիվները։ Ու այս անգամ սպառնացել է իբր թե Հայաստանի իշխանություններին հայկական բեռների տեղաշարժը արգելափակելու մեջ։ Ինչի մասին է այս հայտարարությունը ըստ ձեզ։ Նման հայտարարությունները մենք պետք է դիտարկենք ներքաղաքական հաշվարկներից ելնելով։ Պարզ է, որ Միքայել Սաակաշվիլին այսօր ներկայացնում է ընդդիմությունը, նա կալանքի տակ է գտնվում եւ իհարկե այդ հայտարարությունները իր իսկ ազնական շահերից են ելնում եւ ինքը փորձում է ցույց տալ, որ իբրև թե այսօրվա իշխանությունները Վրաստանի այնքան ոչ ստաբիլ իրավիճակում են գտնվում, հայտնվել եւ այնպիսի ապիկար քաղաքականություն են վարում, որը իբրև թե իր հարևան պետությունների հետ անգամ վարդարացնում է հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք դիտարկում ենք իրականությունը, վերադառնում ենք դեպի իրականություն, այս հայտարարություններից ներքաղաքական, ապա տեսնում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանակներում բավականորեն արագորեն զարգանում են եւ լավ մակարդակում են գտնվում, անընդհատ տեսնում ենք այցերը, ինչպես Վրաստանից Հայաստան, այդպես էլ Հայաստանից Վրաստան է տեղի ունենում տարբեր մակարդակներով, բարձր եւ բարձրագույն մակարդակներով, տեսնում ենք տնտեսական զարգացումները երկու պետությունների միջև, տեսնում ենք տարբեր պրոյեկտներ, որոնք առաջարկվում են ինչպես տարածաշրջանային, այդպես էլ ավելի միջազգային պրոյեկտներ, որտեղ կարող են ինչպես Հայաստանը եւ Վրաստանը, այդպես էլ այլ տարածաշրջանային գործոնները մասնակցություն ունենալ։ Եվ այսպիսով մենք կարող ենք եզրակացնել, որ հարաբերությունները Թբիլիսի եւ Երևանի միջև ստաբիլ իրավիճակում են գտնվում եւ զարգանում են։ Իհարկե այն տեմպեր, այն հնարավորությունները, որոնք կան, ամբողջությամբ չեն իրականացվում, բայց հուսով եմ, որ մոտակա տարիների ընթացքում այլ ավելի արագորեն այդ հարաբերությունները երկու պետությունների միջև կզարգանան։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, ըստ Սահակաշվիլիի բանտից արված հայտարարության, իբր երբ որ այդ նման պահանջ է հնչել, Փաշինյանի կառավարությունը պատասխանել է, որ Հայաստանում չկա օտարերկրյա գործակալների մասին օրենքը եւ չի էլ նախատեսվում, ինչպես նաեւ չկան վրացիների ազատությունը սահմանափակող որևէ հիմքեր։ Բայց եթե օրինակ Սահակաշվիլին ճիշտ լինի ու Փաշինյանի իշխանությունը հետագայում տուրք տա նման հայտարարությանը, ընկրկի զիջի իր դիրքերը, ապա այս դեպքում ինչի ականատես կլինենք Հայաստանում։ Ու դա ինչ վտանգների առաջ կարող է բերել հայ-վրացական հարաբերությունները։ Տեսեք, պարզ է, որ վերջին օրենքները խստացնելուց հետո Վրաստանում որոշ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում էին հիմնականում արևմուտքի կողմից, մի շարք այլ պետությունների կողմից, այսօր այդ ֆինանսավորությունը ամբողջությամբ չեն կարող ստանալ։ Ես այսօր Վրաստանում գտնվելով դա տեսնում եմ հստակորեն, որ նման խնդիր է առաջացել եւ բավականին մեծ թվով ՀԿ-ները կամ վերլուծական կենտրոնները, որոնք ժամանակին գրեթե 90%-ով, եթե ոչ 100%-ով ֆինանսավորվում են Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, եվրոպական պետությունների կողմից, այսօր կանգնած են խնդրի առաջ եւ չեն կարողանում անգամ պատկերացնել, թե ինչպես են հետագայում իրենք գործելու եւ ինչպես են օրինակ վարձերը տալու իրենց աշխատակիցներին եւ պարզ է, որ նման խնդիրներին առնչվելուց հետո իրենք պետք է փորձեն գտնել տարբեր այլ մեխանիզմներ, թե ինչպես են այդ ֆինանսները ստանալու եւ մենք տեսնում ենք Վրաստանի շուրջ ինչպիսի պետություններ են, օրինակ Թուրքիան է, Հայաստանն է, դե իհարկե Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Պարզ է, որ Ռուսաստանի միջոցով նման ֆինանսները իրենք չէին կարողանա ստանալ տարբեր պատճառներով, սկսված նրանից, որ երկու պետությունների միջև, Վրաստանի եւ Ռուսաստանի միջև բավականին լարված հարաբերություններ են, չնայած որ տնտեսական մենք տեսնում ենք աճ զարգացումների, բայց քաղաքականապես, դիվանագիտապես հարաբերությունները բացակայում են։ Պարզ է, որ Ադրբեջանի միջոցով եւս դա չէր կարող իրականացվել, որովհետեւ Ադրբեջանում ամբողջությամբ տոտալ վերահսկում է իրականացում այդ գրանտների նկատմամբ, պարզ է, որ Թուրքիայի միջոցով եւս դա չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ Թուրքիայի հարաբերությունները եվրոպական պետությունների միջև, հատկապես խոշորագույն պետությունների միջև այդքան էլ լավ մակարդակում չեն գտնվում, եւ իհարկե մնում է մեկ պետություն, դա Հայաստանն է, որը վերջին շրջանակներում խորացնում է իր հարաբերությունները արևմուտքի հետ եւ հատկապես Եվրոպայի հետ եւ Հայաստանում բացակայում է ինչպես եւ դուք արձանագրեցիք այդ օրենքը օտարերկրացիներին վերաբերող այդ գործակալներին վերաբերող եւ պարզ է որ Հայաստանի միջոցով կփորձ էր արվելու եւ
Փորձը ես վստահ եմ, որ արվում է, տարբեր աղբյուրներ են դրա մասին խոսում, այնպես չի, որ Միքայել Սաակաշվիլին ինչ-որ բացահայտություն իրականացրեց, սա բոլորն էլ սրա մասին տեղյակ են, որ Հայաստանի միջոցով այդ կազմակերպությունները ստանում են իրենց գումարները։ Հիմա ոչ մի արգելք դրա վերաբերյալ, իհարկե, ինչպես Հայաստանում, այդպես էլ հայ-վրացական հարաբերություններում չկա նման արգելք, որ դա չպետք է իբրև թե տեղի ունենար։ Հիմա կա երկու ելք, կամ հայ-վրացական հարաբերություններում կխորացվեն հարաբերությունները իրավապահ մարմինների միջև, եւ այնտեղ կարող է ընդունվի ինչ-որ կամ հասնեն ինչ-որ հաստատմանը այդ հարցի վերաբերյալ, որ այն ՀԿ-ները վրացական, որոնք ֆինանսավորվում են Հայաստանում այսօր, տեղեկատվությունները ուղղակի հայկական կողմը փոխանցելու է վրացական կողմին, որ Վրաստանը տեղյակ լինի, թե ինչպիսի կազմակերպություններ Հայաստանում ինչպիսի գումարներ է ստանում եւ որտեղից են այդ գումարները ստանում, եւ ես կարծում եմ, որ սա լավագույն տարբերակը կլինի։ Կամ կա երկրորդ տարբերակը, որը եւս բավականին լավ տարբերակ կլիներ, որ Հայաստանում ընդունվեր այդ օրենքը, որը վերաբերվում է գործակալների, որ իրենք չստանան ֆինանսավորում տարբեր աղբյուրների կողմից կամ ցույց տան, թե որտեղից են այդ ֆինանսավորումը ստանում, բայց ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների օրոք այդ նմանատիպ օրենք չի կարող Հայաստանի Հանրապետությունում ընդունվել, որովհետև եթե իրենք ընդունեն նմանատիպ օրենք, ապա կբախվեն մի խնդրի, որ իրենց շարքերում գտնվող բավականին մեծ թվով այսօր անգամ падգամավորներ, նախկինում ՀԿ-ների ներկայացուցիչներ, այսօրվա ՀԿ-ների ներկայացուցիչները կամ փորձագետները, ովքեր խոսում են այսօրվա իշխանությունների կողմ, այդ խնդրին կբախվեն, որ այդ մարդիկ ֆինանսավորվում են դրսից։ Եվ դրա համար նման օրենք այսօր այս իշխանությունների օրոք Հայաստանում չի ընդունվի։ Ստացվում է, որ լավագույն տարբերակը այն է, որ իրավապահ մարմինների միջև Հայաստանի եւ Վրաստանի խորացվեն հարաբերությունները եւ ուղղակի տեղեկատվություններով կիսվեն։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, տեսեք, ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն հայտնում են լրատվամիջոցները, Ալիևի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները ասում են, թե իբր սրվել են հարաբերությունները այս ամեն ինչին զուգահեռ նաև Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական բեռները իբր թե Վրաստանում անցնում են պարտադիր ստուգումներ խստացված կարգով, որոշներին թույլ չեն տալիս, հետ են ուղարկում, որոշներն էլ մեծ դժվարություններ հաղթահարելով են հասնում Ադրբեջան։ Ուզում ենք հասկանալ նաև Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների մասով, ինչ որ լարվածություն կա, այնուամենայնիվ Թբիլիսի ու Բաքվի միջև։ Այս լարվածությունը փորձում է տեսնել հենց Միքայել Սաակաշվիլին եւ իր թիմը ներկայացնող տարբեր այլ անդիմադիր հայացքներ ունեցող գործիչները, եւ որպեսզի ցույց տան իբրև թե որ այսօրվա իշխանությունները ունակ չեն ճիշտ վարել արտաքին քաղաքականությունը եւ իրենց այդ սխալների պատճառով վատացել են հարաբերությունները հարևան պետությունների հետ։ Միևնույն ժամանակ, մինչդեռ ինչպես ես նախկինում հայ-վրացական հարաբերություններում նշեցի, որ հակառակ process-ն է տեղի ունենում, ընդհակառակը լավանում են հարաբերությունները եւ խորացվում են տարբեր ուղղություններով, սկսած տնտեսությունից միջև բարձր տեխնոլոգիաներ եւ այլ ոլորտներ, նույնը տեղի ունենում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այսօր Վրաստանն ու Ադրբեջանը մեր տարածաշրջանում բավականին սև հարաբերություններ ունեն, օրինակ լոգիստիկայի սֆերայում, եւ իրենք հանդիսանում են այն կարևորագույն մասը այդ միջանց ծրագրում, այլ ծրագրերում, որոնք կապում են կենտրոնական Ասիան կամ Չինաստանը Եվրոպայի հետ։ Դրա համար տնտեսական եւս հարաբերություններում զարգացում է տեղի ունենում, եթե համեմատենք այդ վերջին տարիներում, թե ինչ է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ այս խնդիրները, որոնք առաջացել են, դա չեն կրում ինչ-որ քաղաքական ենթատեքստ, այստեղ պետք է դիտարկել, թե ինչու է եղել պատճառը, որովհետև նմանատիպ խնդիրներ եւս լինում են հայ-վրացական սահմանում գրանցվում են եւ վրաց-թուրքական սահմանում, ինչպես նաեւ վրաց-ռուսական սահմանում այդպիսի խնդիրներ կան։ Սա ինչ որ նորություն չի, այնպես չի, որ վերջին տարիները կամ վերջին շրջանակներում է սա տեղի ունենում, միշտ էլ եղել են նման խնդիրներ, այստեղ պետք է դիտարկել ուղղակի թե ինչ փաստաթղթերի հետ կապված կարող են խնդիրներ լինել, ինչը եւ հանդիսացել է պատճառ, որ նման խնդիրներ են առաջացել հենց սահմանը հատելու ժամանակ։ Այնպես որ հարաբերություններում, եթե մենք դիտարկում ենք վրաց-ադրբեջանական կամ վրաց-հայկական հարաբերությունները, այստեղ ոչ մի այդպես լուրջ խնդիրներ չկան, ինչի մասին փորձում է վկայել Միքայել Սաակաշվիլին կամ Վրաստանի այլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։